Իհարկե աշխարհում շատ բան կարող ենք տեսնել, բայց կան երևույթներ, որոնք անտեսանելի են, չնայած որ դրանք ամենասպասվածն են ու հեքիաթային է։ Երաժշտական իրականությունն ու աշխարհը իսկապես ոչ շոշափելի են, բայց Երանի այն մարդկանց, ովքեր եւ կատարողներ են այս աշխարհում եւ Երանի նրանց, ովքեր վայելում են այս ամենի որակյալը։ Մեզ մոտ է տաղավարում Անահիտ Բոյաջյանը հրաշալի նորությամբ։ Ողջունենք նրան։ Այո, ողջույն Անահիտ։ Բարի լույս։ Բարի լույս, ուրախ եմ ստեղ լինելու համար։ Մենք եւս ուրախ ենք, որ դուք եւ Հայաստանում եք եւ մեզ մոտ առավոտ լսոյում ու շնորհակալ ենք այս ժամանակը մեզ տրամադրելու համար։ Ունենք նորություն, սպասվում է համերգ, բայց մինչ համերգի մասին պատմել է հեռուստադիտողներին, ինչով եք զբաղվում այս պահին։ Ես Անահիտ Բոյաջյանն եմ, երգիչ երգահան, իմ ամբողջ ռեզումես ասեմ, մինչև հիմա երգում եմ, գրել եմ իմ երգերս ու ուրախ եմ, որովհետև 2 ամիս մեկ Հայաստանում եմ, այս մի քանի տարիներ ընթացքում փորձում եմ շատ հաճախ գամ Հայաստան, քանի դեռ ես բյուրքահայ եմ ու հայ եմ եւ շատ եմ ուզում այստեղ համագործակցել մեր երաժիշտներին, մեր հեղինակայիններին եւ այսպես այնքան հաճախ կամ Հայաստան, այնքան նույնիսկ տեսնում եմ իմ արվեստագետի ապագա Հայաստանում, նույնիսկ Ֆրանսիայում իհարկե, բայց այսպես ավելի հետաքրքիր է դառնում իմ կյանքը։ Ես մի փոքր առաջարկում եմ գնալ սկիզբ եւ որպես ստեղծագործող անձնավորություն ուզում եմ հասկանալ ինչ է ձեզ համար երաժշտությունը, երգը, ինչպես է ծնվում, ինչ տրամադրություն եք ունենում։ Մի փոքր պատմեք, խնդրում եմ ձեր ստեղծագործական հետաքրքիր ու բուռն ընթացքի մասին։ Նայած երգերը ոնց է ծնվում, որովհետև կան երգերը, որ միշտ իմ մեջը հնչում էր եւ միանգամից արդեն բարերը գալիս են, թեմաները, երգեցողությունը եւ միանգամից գրում եմ ու հասկանում եմ ում հետ պիտի աշխատեմ ու արդեն մեկ կդոր գնում է, բայց կան թեմաները, որոնք մի քիչ իմ համար շատ դժվար են գրել, քանի դեռ գրում եմ ավելի էմոցիաներով մոդիգացված թեմաներ, օրինակ այս վերջին աշխատանքս գրել եմ չսպասված հանդիպումի մասին, որոնք ամեն մեկին հանդիպում են մեկին եւ արդեն մտածում ենք իրանց հետ ապագա ստեղծել, բայց չի ստացվում, ինչպես գրենք դրա մասին, ցավոք սրտի անցել եմ այս դժվար ժամանակներին եւ ասեցի լավ շատ եմ լացել, ինչպես ասել են, շատ եմ լացել եւ երգ գրել եմ։ Ամեն մի նեգատիվ պայմաններին ստեղծել եմ պոզիտիվ ու սիրուն երգեր։ Եվ այսպես դարձել է երգ, բայց եթե զգացմունքներ ունենք, բարեր կարող ենք վրան գրել, բայց հա դժվար է, ես փոքր տարեկանից մինչև այսօր դդերի մեջ անընդհատ գրում եմ, ամեն օրվա կյանքի ինչա բադահում գրում եմ եւ մեկ-մեկ գբացեմ այս դերները եւ գտնում եմ մի նոր թեմաներ, որոնք ուզում եմ երգել։ Գիտես, որ իմաստով է արվեստի մարդկանց ապրելակերպն ու կենցաղը հետաքրքիր։ Այդպես մեր հյուրը անդադար ուշադրություն է դարձնում օրվա զգացմունքային դաշտին եւ իրողությանը։ Մենք էլ դերասաններով օրինակ երբ կարող է տեսնենք մարդ, ով բացահայտ երջանկության մեջ է, փոխանակ մի պահ մենք էլ կիսվենք նրանով եւ ուրախանանք նրա ուրախությամբ, այսպես կողքից նայում ենք եւ փորձում ենք ընկալել ինչ արտահայտչամիջոցներով է նա ուրախանում, ինչեր է օգտագործում, որպեսզի դա հետո մեր երանգապնակը հարստացի որպես դերասան, նույնը վերաբերում է այս դեպքում ստեղծագործող երգահան երգիչներին։ Ճիշտ է, բայց ամենամեծ ուրախության գրնա թաքցնել ամենադաժան ու դժվար էմոցիաներ նույնիսկ։ Կարող է ուղղակի ուրախ լինի մարդկային դիմացը, բայց հետևել եւ որ մինակ լինելու տանը արդեն ուրիշ է լրիվ։ Որովհետեւ չգիտենք թե մարդու ներսում ինչ է կատարվում, բայց ուզում եի հասկանալ բոլոր երգերը, որոնք հեղինակային են, արդյոք հենց ձեր անձնական պատմություններն են, ապրված էմոցիաներ են, թե պարզապես օրինակ է գուցե եղել մեկը, որը անծանոթ է եղել եւ նրա հույզերը դարձել են առիթ ստեղծելու նոր երգ։ Երկուսն էլ կան երգեր, որ իմ պատմությունի մասին են, իմ արմատների մասին են, այնքան մոդիկ, այնքան ճիշտ իմ կարծիքով, քանի դեռ հանդիսատեսի դիմաց իմ անունով խոսում եմ, չեմ կարող ոչ մի բանի թաքցնել։ Եթե բեմին վրա ուզում եմ շատ
մենց ուրախություն փոխանցեմ, գուրախանամ, եթե ուզում եմ լալ, գուլամ, բայց չեմ ուզում ոչ մի բանի գողքին լինեմ։ Դրա համար այնքան մոդիկ, բայց շատ նույնիսկ անտիմիստ, շատ մոդիկացնում եմ մարդկային սրտում, բայց նույնիսկ եթե ուզում եմ, որ մարդկանց ինձ լավ հասկանան, պետք է շատ ճիշտ գրեմ իմ էմոցիաների մասին։ Եվ նույնիսկ անծանոթ մարդկանց, որ անցնում եմ փողոցում ու տեսնում եմ մի քիչ աղքատների մասին, փորձում եմ հասկանամ ինչու համար այսպես վիճակների մեջ են այսօր ու գրելով ավելի շատ իրական են դառնում այսպես մարդկանց, ովքեր ուղղակի անցնում են ու ուշադրություն չեն դարձնում։ Բա ինչու՞։ Որովհետև անոնք են մարդ ու կարևոր ու շատ բարձր պատմություն ունեն։ Մոդիկացնենք, խոսանք իրանց հետ ու հասկանանք։ Անտարբեր չեք շրջապատում ոչ ոքի եւ ոչ մի բանի նկատմամբ, դա շատ կարեւոր է։ Ուրախ ենք, որ այդպեսին եք դուք որպես ստեղծագործող, գանք բուն թեմայի եւ հասկանանք ինչ է սպասում համերգային ծրագրի ընթացքում հանդիսատեսին։ Այո, ամսի 24-ին այս ուրբաթ շատ յուրահատուկ Ֆրանսիա հայկական համերգ է սպասվում ստեղ Երևանում, Անահիտ Բոյաջան եւ ընկերներ, այսպես է գոչվում երեկոն, այս անգամ բեմի վրա, այո, մենակ չեմ լինի, արդեն մի քիչ դխրում եմ, որ մենակ եմ լինելու բեմին վրա։ Ընկերներ ու գործընկերներ։ Այո, ընկերներ եւ գործընկերներ, հրավիրել եմ Մարգո Ներսեսյան, կանոնարուհի, որոնք արդեն մի քանի ամիսեր միասին ենք աշխատում Ֆրանսիայում, քանի դեռ մեր ժողովրդական խումբի անդամն է Ֆրանսիայից, հատուկ գալիս է այս օրվա համար, իմ երգի ուսուցիչ Մեխիտար Կեցյան իմ համար մենց պատիվ է, որ հարմարացրեց իմ հետ լինել այս օրվա բեմում եւ նոր գործիքներ անլինելու Կարիկին Արաքելյանի հետ կատաբանդ, որոնք իրանց հետ 1 տարի արդեն աշխատում ենք, 3 սիրուն երգեր ստեղծեցինք երկուսով եւ շատ պրեմիերաներ ա լինելու այս օրը, շատ չեմ ասի, բայց ես շատ եմ սիրում հայերեն լեզվով ֆրանսերեն թարգմանել, որոնք հանդիսատեսին այն օրվա համար ոչ միայն հայաստանցի հայերեն պիտի լինեն, ֆրանսիացիները գալիս են, հրավիրել եմ Ֆրանսիայից Հայաստանում անմիջապես եւ այսպես ուզում եմ, որ նոր շունչ տալ մեր սիրուն հայերեն լեզվով երգեր, հույսով եմ շատ լավ է լինելու։ Կասկած չունեմ։ Կասկած չունենք, որ շատ լավ է լինելու, բայց այս դեպքում ոչ միայն հայ-ֆրանսիական մշակույթների զուգահեռն է լինելու այդ օրը, այլ նաև երաժշտության ժանրային, ինչպիսի ժանրային տարբեր ստեղծագործություններ են հնչելու։ Եվ որ այսպես հարց են տալիս ինձ, ես մի քիչ դժվարով եմ պատասխանում, որովհետև հատուկ ժանրը չունեմ, ես սիրում եմ ասել փոփ ժողովրդական։ Հիմա դուք ոնց ուզում եք իմացեք, բայց ես մեջն եմ, քանի դեռ շատ եմ սիրում վերանորոգել մեր հին երգերը, բայց նույնիսկ ես ստեղծագործում եմ այսպես երգեր, որոնք հանդիպում են մեր հին մեղեդիները եւ նոր աշխատանքը։ Օրինակ, մի քանի տարիներ առաջ գտել եմ իմ դադիկիս